Հայրջան, օրվա բարի ժամ բոլորիդ, ես հատ կարճ կարևոր բան կասեմ ու որից հետո կհայտարարեմ մեր հաջորդ հանրահավաքի օրը, որը իր մեջ պարունակում է հերթական հույսը, որ այդ օրը կլինենք այն բավարար քանակությամբ, որ արդեն կկարողանանք իրականացնել վերածննդի շարժման գլխավոր նպատակը, այն է պահանջել Նիկոլի հրաժարականը ու բացառել նախկին իշխանությունների վերադարձը, դա բոլորդ գիտեք։ Հիմա ես մինչև այդ օրը ժամը ասելը, ուզում եմ անպայման մի հատ նորությունից խոսամ բոլորիդ հետ։ Տեսակ, ես քանի օր աստեղ ենք, ինչ զրպարտանք ասես, ինչ ասես, խոսացին բան, էլ սրա հետ կապ ունեք, էլ նրա հետ կապ ունեք, էլ ես սրա հետ նկար ունեք, նրա հետ նկար, մի խոսքով ինչքան մառազմ ասես, որոշները փորձեցին ինչ-որ օգտագործել իբր խանգարելու համար, բան սենց մի խոսքով, իրանք էլ փառք ասու, մի քիչ բարդ, բայց հասկացան, որ դա անիմաստ է։ Հիմա ինչ թեզ են առաջ բերում ու նրանց միջոցով, ովքեր իմ խորհուրդն էր, ես գրավորել դրա մասին ասեցի, թե իմ Telegram ալիքում, թե Facebook-ում, որ այն բարոյական հղիություն տանողները մի կողմ, բայց նորմալ բլոգերներն ու լրագրողները խորհուրդ խնդրանք էր, որպեսզի երբ մի բանին անդրադառնում են, մի իրադարձության, մի մարդու, մի գործողության, ինչ-որ մի բան ուզում են վերլուծեն կամ կան հարցեր տան բան, մի հատ լավ ուսումնասիրեն, ինքնակրթվեն նոր։ Հիմա տեսեք, միակ թեզը, որի վրա լրվեցին, իբր այսա արդեն որ կթան էլի, ոնց կարելի է մարդկանց ասել, որ լուրջ մի վերաբերվեք, բան, թեզը որն է, որ թիմ չեն ներկայացնում։ Ուրեմն այս տվյալ թեզը առաջ տանողներ, ծերից ծեր, ով կաք, բոլորով, ունեցեք հանրության առաջ պատասխանատվության զգացում, ինչը բնորոշ է տղամարդում։ Նոր հետո դուրս եկեք ասեք թիմ չեն ասում, դրա համար չենք վստահում։ Ուրեմն խորհուրդս ձեզ։ Ես ոչ թե ընդհանրացրած եմ ասում, որ ուսումնասիրեք, նույնիսկ հղումները կտամ։ Ուսումնասիրեք օրինակ Բոլիվարին, Լատինական Ամերիկայում հեղափոխություն իրականացրած մեկին։ Ուսումնասիրեք պատմությունը, ուսումնասիրեք քայլերը, ամեն հաջորդ քայլը ինչու ոնց, ու մի հատ նայեք, եղել է Լատինական Ամերիկայում Բոլիվարի ժամանակ որևէ ադեկվատ, նույն վաղ ասենք բլոգեր, բան, ոնց կոչվում է կապ չունի, սաղ մի կողմ մարդ, ով հեղափոխություն անելու պատրաստ մարդուն ասում է թիմդ ցույց տուր։ Բոլիվարը իր Լատինական Ամերիկայով, եթե ձեզ բավարար չի, ուսումնասիրեք օրինակում ասեմ, Օլիվեր Քրոմվելին, Անգլիա։ Մի հատ տեսեք, հեղափոխություն անելուց առաջ որևէ ադեկվատ մարդ արարած, ով հարգում է ինքը իրան ու իր գիտակցությունը, ով հանրային կարծիք ստեղծելուց առաջ ունենում է պատասխանատվություն, որ գոնե ուսումնասիրի կամ հասկանա, որ հեղափոխությունը դա ընտրությունների գնալ չի։ Մի հատ տեսեք Օլիվերին որևէ մեկը Անգլիայում հարցրել է թիմ կամ թիմ չներկայացնելու դեպքում ասի լուրջ մի վերաբերվեք կամ չգիտեմ ինչ։ Ուսումնասիրեք Ֆիդել Կաստրոին Կուբայում, որ իրան հարգող, իր գիտակցությունը հարգող կուբացին է Ֆիդել Կաստրոից կամ Չե Գևարայից պահանջել թիմ։ Հəra, չգիտեմ, ախր նայեք Մաո Ձեդունին, էդ էլ ձեզ Չինաստան, որ իրան հարգող չինացին է, Մաո Ձեդունին ասե թիմըտ ներկայացրա նոր հեղափոխություն արա։ Հասկանում եք, ասենք, վելում ասեմ, բոլշևիկներից ասեմ, Լենինին, երբ հեղափոխություն էր անում, ինչ թիմ էր ներկայացնում, կամ որ ադեկվատ մարդներ Լենինից թիմ հարցնում, ես հեսա վերջում էլ կասեմ ինչի պետք չի հարցնել, ու վերջում կասեմ ով է լուրջ ու ով անլուրջ, երբ Լենինից հետո այդ շարժումը գլխավորեց Տրոցկին, որ իրան հարգող, իր գիտակցությունը, կրթությունը հարգող մարդը Տրոցկիից թիմ ուզեց,
Հա? Եկեք մինչև էս մեր օրեր, լավ, Ռուսաստանի Դաշնություն հասնենք։ Բանի, ոնց էր դրա Նավալնին, որ adekvat ռուսը Իրանից թիմ ուզեց, թիմ պահանջեց, որ նոր կանգնի կողքը։ Սենց շատ օրինակներ կարամ բերեմ, հավատացեք, շատ, գոյություն չունի այս պատմության մեջ որևէ հեղափոխություն, նույն Նիկոլը, հեռու մի գնացեք, ձևական հեղափոխություններին չէր 18 թվին, ինչ թիմ էիք պահանջում, ով էր պահանջում, հիմա նայեք, ես բացատրեմ ձեզ, մարդիկ ովքեր դա չեն հասկանում, ու իրանց չհասկանալով հանդերձ փորձում են հանրային կարծիք ձևավորեն ու որակավորեն, որ լուրջ չի, որովհետև թիմ չունեն։ Հիմա լսեք, անլուրջ մարդիկ։ Եթե դուք ունենայիք մի փոքր լրջություն ու հանրության առաջ պատասխանատվության զգացում, եթե ունենայիք տրամաբանություն, եթե ունենայիք, ոչ լիքը բան ունենայիք, ինչը պետք է ունենայիք, որ նման բան չասեիք, ես ձեզ ասեմ ուրեմն, երբ որ դու գնում ես ընտրությունների մասնակցելու, դու ներկայացնում ես քո քաղաքական ծրագիրը, դրա հետ մեկտեղ կարաս ներկայացնես նաև քո թիմը, թե այդ քո ծրագիր իրականացնողներից ով է պատասխանատուն ու որ ոլորտում։ Հեղափոխությունը ինքը Իրանով, մենք ստեղ ենք այդ շարժումը վերածելու հեղափոխության։ Ամեն հաջորդ հայտարարված հավաքին ներկա մարդկանց քանակությունը կարա որոշի ամեն ինչ։ Ու ոչ մեկ երաշխիք չունի, թե ինչ ընթացք կստանա, ոնց կլինի, ոնց կարձագանքեն, ինչ կլինի եւ այլն։ Կան վարկածներ, կան հույսեր, կան լիքը տարբեր բաներ։ Հիմա ձեր անլրջությունը ինչու՞մ է կայանում ու ձեր անպատասխանատվությունը, երբ որ հանրությանը մատուցում եք, որ դա անլուրջ է, քանի որ թիմ չեն ներկայացնում։ Անլուրջ է, երբ որ թիմ չեն ներկայացնում այն ժամանակ, երբ գնում են ընտրության։ Բայց երբ որ պատրաստվում են շարժումը վերածել հեղափոխության, ազգային, իրական հեղափոխության, կադրերի անուն տալը նշանակում է ռիսկի տակ դնել բոլոր նրանց, ում դու համարում ես քեզ կադր։ Դու այսինքն ինչ եք ուզում այդ մարդկանց ձև եք թե իբր փուրը տալու, հա, ինչ։ Լավ, ասենք այսօր սա անունները տվեցի, այս ծերից են ծեր։ Վաղը կողքս մարդ չթողեցին, կարա չէ լինի։ Լուրջ վերլուծաբաններ ու տենց մոզգեր ու ես իմ ինչ։ Բա այդ վաղտ ինչ եք ասելու։ Դրա համար մի քիչ ձեր առաջ պատասխանատվություն ունեցեք, մինչև հանրության առաջ ներկայանալը որպես պատասխանատու խորը վերլուծաբաններ։ Մի հատ պատմություն ուսումնասիրեք, որ ոչ մեկ ով դուրս է եկել հեղափոխության, որպես անհատ, այնքան թեթև սոլիկ չի եղել, որ թիմ ցույց տա։ Կարող է ես հեղափոխություն անում եմ, իշխանության չեմ գալի։ Կարող է գալիս եմ։ Ինչ թիմից եք խոսում, ինչ ժամանակ եք գտել թիմից խոսալու։ Այ էս եք ձեր լրջությամբ, ձեր վերլուծությամբ, ես քանի հատ անուն տվեցի, էլի կարամ տամ լիքը, բայց տվածներիցս հիշեք, չգիտեմ, այդ Օլիվերին, հիշեք Բոլիվարին, հիշեք Կաստրոին, Լենինին, Տրոցկիին, ու սենց, նայեք, դուք էլ նայեք ուսումնասիրեք։ Գնացեք մեր թվարկությունից առաջվանից, եկեք մինչև այսօր։ Ու ինձ ասեք որևէ մեկին, ով գնացել է հեղափոխության ու թիմա ցույց տվել, բա սա իմ արտգործ նախարարն է, սա իմ լավ չեք դուք լուրջ։ Կամ գոնե թե հարցնելուց ոչ թե անուն հարցրեք, այդքան պրիմիտիվ մի եղեք, այլ հարցրեք ստանդարտներ, թե որոնցով եմ ես կադրեր ընտրելու, երբ որ տեղը գա, կամ ոնց եմ ընտրել, կամ տենց շարգոնը, ձևաչափը իմացեք, ոչ թե անուն ազգանուն, որտեվ դա շատ պրիմիտիվ է, լուրջ մոզգեր։ Ինչ ասեմ ես ձեզ, ես դիմում եմ համայն հայությանը որպես համացանցի հետևորդներ, հա, որ տեղով եք կարծիք կազմում։ Հայր ջան, ես չեմ ասում մի հետևեք իրանց, ես չեմ ասում, բայց ես իրանց լուրջ չեմ վերաբերվում, այն մարդկանց, ովքեր երբ ես դուրս եմ եկել շարժման, իմ նպատակն է մենակ
Սրա հրաժարականը ու նրանց այլևս չվերադարձը թիմ են ուզում, ես ախր ամեն ինչն էլ ունեմ, բայց դրա պահանջը ժամանակավարեպ է։ Ու հիմա դուք ձեր մեջ հետևություն արեք էլի, ով է լուրջ, ով է անլուրջ։ Ախր նման վերլուծություն անելու համար նախ պետք է աշխարհի բոլոր հեղափոխությունները, հեղափոխականներին, այդ ժամանակների հանրության պահանջները մինչև այսօր ուսումնասիրեք, որ ձեր այդ լուրջ ու վերլուծական գլուխը մտնի, որ հեղափոխությունից առաջ ոչ մեկ, ով ստանձնում է ու առաջնորդում է այդ շարժումը, թիմ չի ներկայացնում, այս վերջապես կարա ձեր այդ տարբեր դեմքերով գլուխները մտնի։ Հուսով եմ կմտնի, չմտնի, դա էլ ձեր անձնական խնդիրն է ու տարբեր ոլորտներում կողմնորոշման արդյունքը։ Հիմա ինչ վերաբերվում է մեր շարժման հաջորդ օրվանա հավաքին ու ժամին։ Հայեր ջան, վերլուծեք ինքներդ, ուսումնասիրեք ինքներդ, կարդացեք ու ինքնակրթվեք ինքներդ, որովհետև ոնց տենում եք, այնում լսում եք, ով խորհուրդ է տալի, ով հարց է տալի, այդքան էլ հիմնավոր չի ու ձեզ դա ոչինչ չի տալու բացի շեղելուց։ Ամսի 22-ին, 2025 թվականի ապրիլի 22-ին, ժամը 13:00, սպասում ենք բոլորիդ ազատության հրապարակում, հույս ունենալով, որ այդ օրը կտեսնենք այն քանակը, որը մեզ կտանի վերածննդի շարժման որոշիչ հստակ քայլերի։ Թքեք բոլոր զրպարտող ու բամբասող բարոյական ու ոչ բարոյական հղիություն տանողների էության վրա, իրանց գրածների վրա, իրանք են կուտոկն են, են զբռոդնա, որ 24 ժամյա ռեժիմով ստեղ ենք, մանավանդ նրանք, ովքեր փորձում են իբր հայհոյեն բան տենց ֆեյքերից, կամ ես իմ լուսնի վրից իրանց դեմքով, էստեղ ենք, դեգեներատիվ վաստակներ այդ քֆուր գրող, ստեղ ենք, բարի կանգնի, ասա, այ ես են եմ, ով քֆուր ա գրե։ Բարի կանգնի մեր ողջ ես լույսի բանակի առաջ, իմ առաջ, ասա ես եմ այդ ձիգ տղեն։ Դրա համար էտ են սրանք ժողովուրդ, թռած, ինչ-որ բամբասանք չի, վախկոտ, ես իմ ինչի վաստակներ։ Դրա համար այդ դեպքում էլ ձեր հետևությունն արեք։ Ես իմ դեմքով, իմ տեղը ասելով, գալիս ես ազատության հրապարակ նժդեի նկարը տենում ես, ես տեղ եմ, բա եկեք ստեղ այդքան ասեք, բախի չեք անում։ Որովհետև մի անպատասխանատու թռած ես իմ ինչ էլ դուք եք։ Ու սա էլ ժողովուրդ ջան, ձեզ հստակ իմպուլսներ է, որ ճշմարիտ խոսացողը, իրական պայքարանողը անում է հենց սենց, խոսում է հենց սենց, իր դեմքով, իր անունով, իր տեղը ասելով։ Ու իրական պայքարը ոչ թե, տեսեք մեր հարմարավետության հետևից չենք ընգե, ոչ վրան ունենք, ոչ սա պայքարա ֆիզիկապես, հոգեպես, մենք պայքարող ենք, մենք պայքարում ենք, մենք պայքարելու ենք, հետ նահանջ չի լինելու, դա իմացեք, ինչքան էլ մարդկա միամտաբար փորձի խանգարի, միգուցե եւ միտում չունի, մարդկա դեռ վաղուց հղիություն է տանում ու փորձում արտահայտվել խանգարելու նպատ, այդ ամեն ինչ է ժողովուրդ, օդ է, փուչիկ, դրան մի նայեք ձեր հստակ վճռականությանը, ձգտմանը, որոշմանը։ Ես ոչ երբևէ մասնակցել եմ որևէ մեկի կողմից մեր երկրի թալանին, ոչ կապիտուլյացիայի պայմանագրի տեքստի այդ ձևակերպմանը, չգիտեմ, դուք նայեք նրանց, ովքեր ինչ-որ հակահայկական թեզեր ունեն, ովքեր իրականում ազգայնական ուժերին կարան որակավորեն, էլ մասոնական, էլ կրեմլի, ասենք ոնց կարա այս նկարով շարժում սկսողը ելնի կրեմլի ագենտ, դեգեներատ անասուններ, էտի նրանք, ովքեր տենց քարոզում են, կամ չգիտեմ, մի խոսքով աղանդավոր, կամ եսիմ ինչ, չեմ էլ ուզում անդրադառնամ խորանամ, ամեն դեպքում, ես այսքան երկար ինչի համար խոսացի, այն մարդկանց համար, այն մեր հայրենակիցների համար,
ովքեր լսում են վատ կրթված, հայր են սխալ խոսացող, կամ վատ խոսացող, կամ ընդհանրապես խոսալ չիմացող, ոչ հեղափոխության, ոչ ընտրության տարբերությունը հասկացող, ոչ որ դեպքում ումից ինչ պահանջել ժամանակը իմացող, դրանց եք լսում, ձեր կարծիքն եք կազմում, ես ձեզ ասում եմ հստակ, հղումները տալիս եմ, ինչ ուսումնասիրեք, ինչը կարդաք, ինչը նայեք, ու դուք ձեզ պատասխանեք, լավ, այս մարդը ընտրության քարոզ արշավ չի անում, շարժումը սկսե, որ ամեն պահի կարա վերափոխվի հեղափոխության, ինչ թիմի մասին կարա խոսք լինի, ու այդ խոսացողները, տարբեր սեռի ու չգիտեմ ինչի, մի լուրջ դեմքով, մի վերլուծական, մի սենց եսի մի ինչ բան, մի խոսքով, հայր ջան, դուք ձեր հետևությունը արեք ձեր այս թեմայի շուրջ, մի փուչուր ուսումնասիրեք, ինքնակրթվեք, դա լավ բան է, դա վատ բան չի, ես էլ եմ ինքնակրթվել, ես էլ եմ ուսումնասիրել, թե քաղաքական դաշտ, թե ամեն ինչ, այսօր որ համառորեն թիմ չեմ ներկայացնում հենց այդ պատմական օրինակներից ելնելով է, որովհետև չի կարելի, ուտեն շարունակ, հիմա ամսի 22-ին ժամը 13:00 բոլորից սպասում ենք Ազատության հրապարակում, այս օպերայի շենքի մոտ, ես գիտեմ օրը աշխատանքային է, հիմա շատերը կասեն, բայց ինչի եք աշխատանքային օրը ընտրել գործ ենք եւ այլն, սա այն հարցն է ու այն խնդիրը հայր ջան, որ աշխատանքի գնալը այդ օրը այդքան ավելի մեծ կարևորություն չունի առհասարակ ոչ աշխատանքը, ոչ մի բան, քան նպատակը, որը հետապնդում է վերածննդի շարժումը, սա այն մեր համախոհների համար, մյուսները թե մինչև նստեն վերլուծեն կամ լսեն չգիտեմ ինչ դեմքերով տարբեր վերլուծաբանների չակերտավոր իհարկե վերլուծաբանը պատասխանատու պետք է լինի, որ վերլուծելուց առաջ հիմնվի հստակ փաստերի վրա ու իր պահանջարկի պատճառաբանությունը հիմքը տա, այո թիմ պետք է պահանջել, բայց թիմը պահանջում են այն ժամանակ, երբ որ դու գնում ես ընտրության, ոչ թե շարժում ես սկսում, որը կարա վերափոխվի հեղափոխության ու չգիտես էլ դու կգաս իշխանության, թե ոնց, թե ինչ թիմ, ու մի խոսքով, ամսի 22 ժամը 13:00 Ազատության հրապարակում սպասում ենք բոլորիդ, ինչի համար, լավ էտ էլ ասեմ, ինչի համար 13:00, որպեսզի երեկո չլինի ու նույնիսկ հավաքված քանակությունը բավարարի ու աշխատանքային օրվա վերջում դատարկ շենքեր մնան, հասկանում եք, ու նպատակային անելիք չլինի, դրա համար ժամը 1, որ ամբողջ օր լինի առջևում, որ անելիքն էլ արդյունք տա, ուտեն շարունակ, մի խոսքով հայր ջան, ամսի 22-ին ժամը 13:00 սպասում ենք բոլորիդ, լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու